սկսեց կախել, անջատեցի հեռախոսը։ Ուրեմն ես մի վարքյան մի հատ ցույց տամ ձեզ բանը, լեզուների փոխելու տեղ, այդտեղ ցույց տամ մի վարքյան։ Կարողա ստացվի, հա, այս Արմիդան փաստորեն բան համակարգչով չէ այսօր, հա, թե Արմիդա ջան, ձեր մոտ լրիվ պատրաստ է։ Կարայինք 2 վարքյանում արդեն կուզեի դուք կազմակերպեիք էլի այդ ամենը։ Անդե օրինակ Արմիդայի մոտ խնդիր կա, ինքը պետք է վերիֆիկացիա անի, հա, այնտեղ լեզուների խնդիր կա։ Մելենան չի արձագանքում։ Մելենա ջան, ձեր մոտ ինչ վիճակ է։ Կուզեի տեսնեմ Մելենայի մոտ ինչ վիճակ է, որովհետև արդեն այս հարցին չենք անդրադառնալու, ահա։ Տեսեք in draft։ Ես անեմ discard, որ չմնա որպես իմ ինֆորմացիան, էսի ջնջեմ։ Տեսա լեզուներն էլ ցույց տամ։ Հիմա նայեք, եթե դուք գնում եք այսպես, ստեղ պետք է լինի իմ կարծիքով, հա, այստեղ ձեր մոտ այս перевестին կամ պետք է լինի, տեսնես ինչ ձևով է, կամ պետք է расширение մեջ լինի, ահա, այդպես լեզուները կարող եք դուք ձեր ընդհանուր կամ настройки որ մտնեք, նայեք, որ настройки-ի մեջ մտնեք։ Հա, տենց արել եմ, ադրբեջաներենը ջնջել եմ, բայց էլի չի անցնում, որ языкին մտնում եք, языкին, տեսեք։ Այստեղ языки մեջ մտել եք добавить языки, русский для перевода английский, на этом языке տեսեք, ստեղ լավ։ Ես մտել եմ, տեղ մի հատ էլ կար ադրբեջաներեն, ես այդ ադրբեջաներենը ջնջել եմ։ Բայց էլի մնացած ամեն ինչը սաղ անգլերենով է աշխատում, բայց հենց մտնում եմ ads manager, դառնում է ադրբեջաներեն։ Այսինքն ձեր մոտ կարող է մի րոպե, եկեք սենց մի բան։ Կարող է սենց մի վարքյան, ես մի հատ մտնեմ ուրիշ edge, եկեք դա էլ ձեզ ցույց տամ, մի հատ հասկանանք այդ լեզուների խնդիրը, օրինակ գնամ Ararat Dental։ Ահա, մի հատ հասկանանք, կարող է ստեղից է ձեր մոտ խնդիրը, ես մի վարքյանի մոտ բացեմ։ Կամ են մյուս լեզուներից, էսա մետաբիզն է, ինչ-որ պտի իմ մոտ երևա, էտա, ձեր մոտ էլ պտի երևա, սա երևա, չէ, ձեր մոտ, նորմալ էր դա, ճիշտ եմ հիշում։ Հա, հիմա նայեք, այստեղ արդեն, ձեր մոտ տեսեք լասենց add-ով կարում եք մտնեք, թե չէ, կարող է սենց էլ կարա լինի, հա, մեկ էլ ստեղ կա pages, մի րոպե, սենց էլ մի հատ կնայեք ինչ է երևում, որովհետև եթե ներսից է խնդիրը, մեկ էլ տեսեք այստեղ, որ Google, տեսեք իմ մոտ դրած է, անգլիսկի, ռուսկի, տեսեք, default դրած է, որ ինքը անգլերեն է, այդ լեզուները ինչ-որ տեղ է ձեր մոտ երևի խախտվել, մի վարքյան, մի հատ այստեղից տեսեք գովազդի մեջ, կարաք սենց մտնեք, կարող է սենց թույլ է տալի ձեզ, թե չէ, մի հատ տենց էլ փորձեք, մի կիսվեք, ուղղակի որ կիսվեք։ Կա ad manager։ Հիմա մտել եմ Facebook-ի настройկաները։ Ահա, մի հատ տեղից էլ փորձեք։ Հա։ Մի հատ փորձեք։ Մի հատ փորձեք։ Մի հատ թող նայի Դավիլենցը։ Վրոցի նորմալ է։ Հա, նորմալ է։ Մի հատ սենց էլ կա, կայնեք։ Facebook-ը ռուսերեն է, բայց էլի լավ է ռուսերեն։ Մի հատ նայեք սենց էլ կա, եթե նկարի վրա սխմում ես account-ի վրա, տեսեք։ Հա։ Account-ով էլ կարաք փոխեք։ Profile picture, settings and privacy պետք է լինի։ Այստեղ տեսեք։ Այս են setting-ները որ մտնում եք, ահա, տեսեք, settings and privacy ու ձախ կողմից այնտեղ պետք է արդեն լինի
բան, left menu-ի մեջ language and region։ Չկա։ Չկա դուք ձեր ձախ կողմը որ բացում ենք, ստեղ երբեմն լինում է որ language and region, այդտեղից էլ է լինում։ Այս ձախ կողմում ձեր լրիվ настройкեքը պետք է երևա, ձեր իմիջայլոց եթե доступ եք տալի եւ այլը, էլի ստեղ է ժողովուրդ ջան։ Page details սխմում ենք, եթե Ահա, page details-ի մեջ արդեն մնացած երևում է, ու դուք կարաք միած տեղից էլ նայեք, որտեղ որոշ բաներում, հարթակներում որոշ այդ պլատֆորմաներից տարբերություն կա, էլի կարա ուրիշ ձև երևա։ Բայց setting-ների մեջ լրիվ երևում է։ Ես ձեզ մի հատ հետո ալգորիթմը կուղարկեմ, մի հատ տեսնեք, հեռախոսով iOS-ով էլ է լինում։ Կարող է դուք կարաք հեռախոսով էլ փոխեք, ես ձեզ ասեմ տենց էլ է լինում։ Օրինակ ստեղ page Հեռախոսով էլ, հեռախոսով էլ Ads Manager-ը չի մտնում։ Ասա մի հատ ցույց տամ։ Գիտեմ Ads Manager-ը չի մտնում։ Հա, այսա ուղարկեմ չաթով։ Հա, ուղարկեք։ Այստեղից доступները նույնիկ էս աստեղա, page access ու ստեղից доступ եք տալի։ Հեսա մի հատ թող դավելեն սուղարկի, ստեղից ավելացնում եք ու доступները ստեղից է։ Ահա, հեսա տեսնեմ։ Ես ֆորմատում եմ սենցա ցույց տալիս, ինչքան պավտարից սեղմում եմ, ոչ մի բան չի փոխվում հեռախոսով։ Ահա։ Ads Manager-ը ներբերնել եք, այսպես դատարկ է ցույց տալի։ Հա, հա։ Ուրեմն ձեր այդ լուրջ խնդիրը հենց բանի մեջ է, ձեզ ասեմ։ Facebook-ի։ Desktop-ի, հա, desktop-ի մեջ է։ Այսինքն desktop-ի մեջ է խնդիրը, այդ հենց կարգավորեք, այնտեղ կբացվի։ Ես ձեզ խորհուրդ կտամ էդի որ քաշել եք, ուրեմն դեռ ջնջեք, ձեզ չխանգարի։ Ավելի լավ է դուք իրեն դեռ ջնջեք։ Հիմա ստեղից այդ մետա բիզնեսը setting-ը բանը լրիվ նույն տեղով ինքը երևում է։ Այս ձևով էլ Ահա, activity log-ը ստեղից է երևում, այսինքն ձեր live-երը, ձեր վիդեոները, ձեր search, այսինքն դուք ինչ փտրել եք, ձեր like-երը, նայեք, եւ որտեղ եք նույնիսկ դուք մուտք գործել, այստեղից դուք կարաք նայեք, այդ մուտքերը նայեք, ինքը ամեն ինչ ստեղից ձեր այդ երևում է։ Այդ setting-ներից լրիվ բոլոր կանալները լրիվ setting-ների մեջ է։ Ահա Այստեղից լրիվ setting-ներ էր։ Այստեղ էլ support-ն է, որ ձեզ ասեցի, որ դուք եթե խնդիր եք ունենում, դուք Facebook-ին դիմեք եւ գրեք, որոշ խնդիրներ լինում է, որ մեզ համար հասանելի չի, մենք չենք կարող լուծենք, այդ պարագայում դիմում ենք մենք արդեն Facebook-ին։ Բայց հետաքրքիր է ձեր մոտ փաստորեն այդ կարգավորումները այդ ձևով է։ Հաստատ desktop-ի խնդիր է ու դրա համար է լեզու։ Իսկ որ սենց բացում եք, սենց Ads Manager-ը ձեզ երևում էր, այսենց։ Այսա մի հարկանում եմ։ Հա, մի հատ նայեք, էլի։ Ու մետա բիզնես սյուտն էլ։ Մի հատ ստուգ եք բոլորը դետել։ Մետա բիզնես սյուտը ցույց է տալիս, բայց այդ մենյուն դուք որտեղից մտաք։ Այսա մի վարքան եկեք Հա։ Այն 9 հատ կետներ չէ։ Հա։ Մի հատ տեղից էլ մտեք։ Հա, Ads Manager-ը ցույց է տալիս տեղից։ Եք էլի տեղից, եթե դժվար չի։ Մտա։ Ստացվեց ձեր մոտ։ Տեղից մտա, բայց ժուրնալ действия բացվեց ավելի։ Հա, ժուրնալ действия մի հատ այդ նկարը ինձ ուղարկեք, ես հասկանամ ձեր մոտ որտեղից մտնում եք, ինչ է երևում։ Որովհետև ձեր մոտ, հա, դեսքթոփը ինչ որ ես մոտավոր հասկանում եմ ինչա կատարվում։ Մեկ էլ գիտեք ինչ կարաք փորձեք, այն հին ձևով մտնեք, այս ձևով հիշում եք, էդ էլ եմ ուզում ցույց տալ։ Հին ձևով մտնեք, տեսեք, ստեղից կարում եք քարտի հարց լուծեք, ստեղից էլ է ձեր մոտ ավելանալու, իմ մոտ է քարտ կա, ավելացրեք։ Ստեղով որ կարգել էի, այնտեղ տալիս էր, որ payment ավելացնեմ, այն որ սկզբում սարքել էինք նկարներ ավելացրել բան։ Տեղով ստացվել է սա։ Այսինքն դուք այս հին վերսիայից կարող եք օգտվեք, նորից չեք, հա, կարող ճիշտ եմ հասկանում։ Հա։ Ձեր մոտ այդ կապն է կորած, հասկացա ես։ Հա, լրիվ էտա դեսքթոփ վերսիան
կապը կորցրել է հինն ու նորը։ Այսինքն կարաք մենակ հին ձևից օգտվեք, գովազդը սարքեք։ Ու ինքը խնդիր չի տալի payment-ի հետ պարագայում։ Չեմ ավելացրել payment, Մի բայց հատ փորձեք, եթե կարող է այդ քայլը գաք ցույց թույլ չտա, բայց եթե թույլ տա, գոնե լավ ատեղից կկարգավորեք միջև այն վերսիան ձեր մոտ ոնց որ խելքի գա, էլի։ Միջև ես որ հանդիպեք, ես մի հատ ձեզ կբացատրեմ, ցույց կտամ, տեղում ես կհասկանամ։ Ձեզ եթե հարմար ժամանակ լինի, ես Երևանում եմ լինում, հասկացա։ Լավ ժողովուրդ ջան, ինձ համար պարզ է, որոշ բաներ ես տեսա խնդիրներ կա, բնականաբար հա, գովազդային հաշիվ է ու ամեն ինչ կապակցված է, դրա համար տենց խնդիրներ կարան լինեն, դա նորմալ է, մենք էլ ենք ունենում։ Հիմա նայեք, քանի որ մենք այսօր դուք չկարողացաք դա անել, հա, ինչ-ինչ պատճառներով, ես դեռ սպասում եմ, որ կկարգավորեք գուցե այդ հարցը, ու մենք ձեզ այդ մոտակա ժամանակ էլի կապ կհաստատենք։ Այս պարագայում մի հատ նայեք, ով ինչ հարց ունի, այս պարագայում, ով ինչ հարց ունի, միջև այս տեխնիկական հարցերը, էլի միջև այս մյուս հարցերը, ով ինչ հարց ունի, կան հարցեր, թե ոչ։ Ժողովուրդ ջան, նայեք, Արմիդա ջան, ինչ հարցեր կա, դուք մի հատ ձեր խնդիրները հասկանում եք, Արցախը թող ասել, Նարան, ինչ հարցեր կան այս պարագայում, որ մենք դեռ կարանք այս պարագայում լուծենք։ Ես Դավիլենսի խնդիրը հասկացա, ուղղակի Telegram-ը չպետք է լինի, որ մենք կարողանանք իր հետ այդ հարցը լուծենք։ Ես էդ էլ եմ հասկանում։ Իմ խնդիրը մենակը նրանում է, այն էլ կարգավորեմ, տեսնամ կստացվի, շարունակեմ ես։ Ես հեռախոսով չեմ կարող մտնել։ Չեք կարա, միջև էնի չի լուծվի, նայեք, հեռախոսով դուք կարաք աշխատեք արդեն այնտեղ, որտեղ աշխատել եք համակարգչով, հասկացաք։ Հա։ Եթե դուք համակարգչով չեք կարող կարգավորել, սկի պետք չի հեռախոսով էլ մտել, ջնջեք դրեց մենեջերը, որ չխանգարվի լիքը ֆունկցիաները։ Երբ որ արդեն այնտեղ կուղեք, արդեն ստեղ էլ կմտնեք, տենց կանենք։ Լավ, եղավ, շնորհակալ եմ շատ։ Հասկացանք։ Ահա, Արցախ ձեր մոտ ինչ խնդիր կա։ Իմն էլ էլի համակարգչի հետ է կապված, Նոնա ջան, պիտի այնտեղով կարգավորեմ։ Հասկացա։ Ձեզ մի ինչ-որ մեկի համակարգիչը մի օր լինի, վերցնեք, դա բան կան։ Ես իմ համակարգիչը կբերեմ վերջի օրը, թեկուզ իմով էլ կարաք որոշ բաներ անեք, բայց լավ կլներ արդեն արած լիներ։ Հիմա քննության վերաբերյալ, հարցաշարի վերաբերյալ դուք արդեն մոտավոր պատկերացնում եք ինչ է լինելու, ինչ որ դուք անցել եք։ Բայց ես ինչ-որ օր կգտնեմ, միջև մեր ամսի 30-ը, ձեզ չաթում կգրենք ու Էլմիրայի հետ մենք անպայման կմիանանք, օքեյ։ Այո, իսկ ձեզ կխնդրեմ դուք պոստերը, ստորիները, օրգանական արեք, տարբեր ձևերի, վիդեոները, ռիլսերը, դուք ամեն ինչ արեք, որ ձեր մոտ այդ հարցերն էլ առաջանա ու դուք պատկերացում ունենաք։ Գովազդային հաշիվը, երբ որ քարտը փակցնեք, ամեն ինչ նորմալ լինի, արդեն գովազդներ կարաք անեք։ Օրինակ Արմիդան պատրաստ է գովազդի, իրեն մոտ միայն պետք է քարտը։ Մենք Արմիդայից ստեղծել ենք ամբողջական։ Ահա։ Դրա համար ահա մի հատ մասնագիտական խորհուրդ եմ էլի ուզում հասկանամ։ Օրինակ գինիների մասով ուզում եմ մի հատ փոքր վիդեո անեմ, որ ներկայացնեմ գինիները։ Ուզում հասկանամ այնտեղ ճիշտ կնի ես ամբողջությամբ երևամ, թե խոսամ առանց երևալու, թե ընդհանրապես չխոսամ, ուղղակի ցույց տամ։ Ոնց սիրուն կնի էլի։ Երեք ձևն էլ կաշխատեն, երեքն էլ կաշխատեն։ Դուք խոսում եք, աշխատում է, գինիներն են երևում, աշխատում է, եւ ընդհանրապես նվագով էլ դնում եք, աշխատում է։ Դա երեք տարբեր աուդիտորիա եք հասնում, հասկացաք։ Ամեն մեկը իր ձևով հասնում է նպատակի։ Բայց մետայով կդնեք, ճիշտ կլինի, ոչ թե, հա, կարաք դուք մոբայլով դնեք, բայց ճիշտ կլինի կամակարգչով էլ դնեք, համ էլ տարբերությունը կզգաք էլի։ Okay։ Ես ուղարկեցի, որ արդեն քարտը պետքա գցեմ այդ մասը։ Հա, թույլ է տալի ձեզ։ Հա, քարտը լրացնեմ։ Հա, լրացրեք, հետաքրքիր է, գիտեք, եթե խնդիր լինի, կչպետի թույլ տար ձեզ։ Դե, Հա, մեկ էլ գիտեք ինչ կուզեմ նայեմ, ինչ account է վերևից երևում։ Իմ հա, Դավիլենսի էջերն է երևում Facebook-ում։ Ուրեմն Տերեզա Դավիդյանը հասկացա մոտավոր ինչա։ Դավիլենսը կարողանում է Տերեզա Դավիդ հասկացա ես, հա։ Մի հատ փորձեք, տեսեք ստացվում է, շատ լավ, դուք արդեն ոնե այս մասից կարաք գովազդանել, հասկանալ, միջև գնաք էց մենեջեր։
Հետաքրքիր է։ Փաստորեն Դավիլենսը խնդիր չունի։ Ինչ որ այնտեղ է խնդիր տեսել։ Այդ միացման մեջ էլ կարա լինի։ Թե չէ եթե նայեք խնդիր ունի, ինքը թույլ չի տա ձեզ քարտը ստեղել փակցնել։ Հեսա տեսնենք մի հատ Տերեզայի մոտ ստացվում է։ Ահա։ Այս հին ձևը ավելի հասանելի է, հեշտ է։ Դե ձևերը գովազդի քիչ են, բայց կարա կանեք։ Տեսնենք Տերեզայի մոտ օքեյ է։ Բայց դա դառնում է իմ էջից է, էլի խնդիրը, ոչ թե։ Հա։ Բայց ինձ թվում է կարանք ուղենք։ Եթե անուղղելի լիներ, ինքը ստել թույլ չէր տա Դավիլենսը, որովհետև Դավիլենսը դուք եք բացել։ Ինքը թույլ չէր տա։ Ուրեմն լուծելի է, ինչ որ մի հատ նաստրոյկեքի մեջ տեղ է, որը պետք է լուծվի։ Ես տեղում կհասկանամ դա։ Կարող է դուք էլ գտնեք միջև այդ։ Ես ձեզ մի քանի կարգավորումներ կուղարկեմ, մի հատ կստուգեք այդ ամենը։ Մի վարքյան։ Ինձ հետաքրքրում է։ Հա, միշտ տապեք հասկանանք գոնե այս մասը աշխատող է, թե չէ։ Խնդրում եմ ձեր բոլոր հարցերը այս արանքում մինչև ամսի 30-ը գրեք գրուպում, որպեսզի կարողանանք ինչ-որ մի օր ինչքան շուտ գրեք, այնքան շուտ մեր հանդիպումը կկազմակերպենք։ Այո։ Դե ամսի 30-ին էլ ժամի հետ կապված ես ձեզ նախապես տեղյակ կպահեմ։ Անպայման ներկա կլինեք։ Սա Տերեզան մի հատ քարտը փակցնի, տեսնենք ստացվում է թե չէ։ Բայց ինչ ենք քչացել այսքան, այն ժամանակ շատ ենք։ Դե նա, այդ ձևիլությունը կհանձնեք երևի։ Ստացվեց քարտը։ Վայ, լավ է, Տերեզա ջան, շատ լավ է։ Ուրեմն գլոբալ չի խնդիրը, վերջ։ Ուրեմն բայց նայեք, դուք ստեղից կարա գովազդը սարքեք, ձևն էլ գիտեք։ Համել մեզ էլ հետաքրքիր կլինի, ոնց է, ինչ է, հասկացաք։ Միջև մենք կարգավորենք այդ մենեջերը։ Փաստորեն Տերեզայի account-ի մեջ է խնդիրը, Դավիլենսը խնդիր չունի, այնտեղ նաստրոյկեքից պետք է առանձին Դավիլենսի համար կարգավորումները արվի, ու դուք պետք է փոխեք Դավիլենս։ Էդ է ձեր ձևը, հասկացաք։ Կամ մի բան էլ հարցնեմ։ Տերեզայի account-ը դուք եք բացել, Տերեզան է բացել։ Հա։ Դավիլենսը չէ դուք բացել, դա կարևոր է։ Այսինքն դուք primary owner եք, վերջ, ուրեմն խնդիր չի լինի, կարգավորենք, օքեյ։ Լավ ժողովուրդ ջան, դե երևի այսօր արդեն քիչ-քիչ եզրափակենք, ես կարծում եմ ձեր մոտ հարցեր կլինեն, բայց տեսնում եմ հարցեր չկան, ու հարթակը այս մենեջերը բավականին բարդ հարթակ է, դուք տեսնում եք իրեն հնարավորությունները շատ են, բայց հասնելը այնտեղ էլի ունի բարդություններ։ Պետք է խնդիր չլինի քո account-ի մեջ եւ այլը եւ այլը։ Ու եւ տեսակ, որ հեռախոսով դուք չեք կարա այդ ամենը այդպես կարգավորեք, ինչպես կարող եք անել դա համակարգչով։ Էլմիրա ջան, պիտի մեզ նկարես հիմա, երևի նկարես։ Կարող եմ նկարել, կարող եմ չնկարել, որտեղ նկարել ենք։ Նկարել, միշտ նկարել ես, այս վերջինն էլ նկարել։ Վերջն էլ նկարեմ։ Հա, բայ իհարկե, պարտաճանաչ։ Չնայած վերջը չի, բայց այստեղ հա, հանդիպում, on-line հանդիպումներ էլի, համարյա դասերը մենք ավարտել ենք։ Հա։ Ահա, այնա, մեր մասնակից երևում, Արմիդա ջան, ցույց տվեք, ինքը ուզում է դուրս գա։ Ես մի հատ էլ իր հետ նկարել։ Հա, նկարի, թող Էլմիրան նկարի։ Ո՞նց է քո անունը։ Անունդ ո՞նց է։ Ասա Մարի։ Մարի, դամար Մարիան դիա։ Մարի ջան, մենք ուրախ ենք քեզ տեսնել, որ դու մասնակցում ես։ Ասա ես։ Մենք քո ձայնը միշտ լսում ենք, տեսնում ենք, որ դու հետաքրքրված ես։ Քո վիդեոն էլ ենք նայել, գիտես, այն YouTube-ի վիդեոն։ Բա որ հիմա ինչ անում։
Հիմա էլ բարձիկներ ենք կարում մեղուների համար։ Վայ, Ինքնալցնում։ Բարձերը ինքնալցնում։ Այ ապրինքա։ Շատ լավ օգնական ունի, նայեք Արմիդան։ Շնորհակալություն բոլորի, որ միանգ։ Ձեզ էլ շնորհակալություն։ Որ ջան, ձեզ ուժ, երանդ եւ լիքը հույս։ Ու որտեղ չկա դժվարություն երևի հետաքրքիր չի, իմ կարծիքով այդպես է, իմ անձնական փորձից։ Մի բան էլ ասեմ, որ սենց ձեզ համար հասկանալի լինի։ Ես հիշում եմ, որ երբ որ առաջ անգամ Instagram-ի մասին լսեցի, հարցնում է Instagram-ը ինչ է, ինձ ասեցին նկար, դնում ես լայք ես ստանում, ես դրեցի այդ 2018 թվականին էր, դրեցի նկար ու լայք չէի ստանում։ Ասեցի երևի սխալ եմ բացատրել Instagram-ը ինչ է, հասկանում եք դուք։ Այսինքն եղել է օր, որ ես ոչ մի բանից տեղյակ չէի, բայց այսեն աշխատելը, հույս ունենալը, որ կստացվի, այդ հետաքրքրությունը լիքը ուրիշ ձեռքբերումներ ստեղծեց իմ կյանքում ու ես ուզում եմ, որ ձեր կյանքում այդպես լինի։ Ես գիտեմ, որ դժվարությունները, երբ որ գալիս են, տենց հուսահատվում ես, չհուսահատվեք։ Իմացեք, որ ամեն դժվարությունը ձեզ բերում է հետո նոր հաղթանակ։ Դա իմ ամենակարևոր ցանկությունն է ձեզ։ Այն որ ասма до победного конца, ձեզ լիքը հաջողություններ, դե կապի մեջ կլինենք կհանդիպենք։ Աշխատեք։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն, հաջողություն։ Լավ եղեք։ Հանդիպումը ամսի 30-ին։ Այո, բայց on-line կկպնենք դեռ։ Միանք։ Հա, ընթացքում կգտնենք։ Լավ, տեսնենք։ Լավ եղեք, հաջողություն։